Իհարկե միացել եմ լռության ակցիային, սպասելիքներ միշտ կան, թեպետև այս պահի դրությամբ սայլը տեղից չի շարժվում, բայց հույսը միշտ արկա է եւ ես եւս սպասելիքներ ունեմ, որ միգուցե կստավեն մեր իշխանավորները եւ կսկսեն բանակցային սեղանին դնել գերիների վերադարձ, սեղանին բանակցային կդնեն նաեւ մեր անհայտ կորածների տեղը գոնե բարձելու հարցը, որտեղ ծնողների մի մասը տեղյակ չէ, թե իրենց որդիները որտեղ են գտնվում, նույնիսկ տեղյակ չեն նրանք կենթանի են թե ոչ։ Ձեզ ինչու իշխանությունը որևէ բան չի անում հետ վերադարձնելու համար տղաներին։ Ես չեմ կարող ասել իշխանությունը ինչու է նման քաղաքականություն վարել, դա իրենք այդ հարցին ավելի լավ կպատասխանեն, համենայն դեպս այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը հակաժողովրդական է, ինչպես ասեմ, պատերազմի զոհերին, նրանք ոչինչ չեն անում այս խնդրին լուծում տալու համար, նախ եւ առաջ նորից եմ կրկնում, պիտի լինի վերադարձ մեր գերիների, անհայտ կորածների տեղը պարզելու եւ համապատասխան ուշադրության հատկացում բոլոր զոհվածների ընտանիքներին, հենց ապրիլի 7-է մայրության, գեղեցկության տոն է եւ փոխանակ կանայք քույրերը, աղջիկները ուրախանան, նրանք դուրս են եկել կառավարական շենքի առաջ լռության ակցիա կազմակերպելու համար։ Իրենց որդիներին են կարոտել, մայրեր են, լռության ակցիա է։